Թող Տերը փառավորվի քուրեր եղբայրներ ջան։ Միասին ասենք Փառք Հիսուսին, որ ինքը այսօր մեր մեջ ներկա է, մեր մեջ ինքը կենդանի է։ Եվ ինքը մեզ հավաքել այստեղ արդեն երկրորդ օրն է, ինքը գործ ունի մեր հետ։ Նա գործ անում է ամենքի մեջ։ Ինչպես որ եղբայրներն Աստծո խոսքով մեզ հորդորեցին, եկան այն ճիշտ, այն բուն, այն հիմքին, որ պետք է մենք շինվենք, աճենք մինչև փրկությունը, աճենք մինչև Քրիստոսի լման հասակին հասնելու։ Դա այն միակ ֆունդամենտն է, որ մենք պետք է շինվենք, զամնասուրբ հավատքի վրա, Սուրբ Հոգով աղոթելով դրա անձերը շինվի, ամենասուրբ հավատքը Աստծո խոսքի վրա շինվելն է, Աստծո խոսքն է։ Պետք է շինվի եկեղեցին այդ հիմքի վրա, որը ճշմարտության խոսքն է, ավետարանն է։ Սիրելիներ, մենք երիտասարդներս, մենք կարծում ենք, թե պիտի այսպես չլինի հոգևոր կյանքը։ Ես այսպես եմ մտածում, որ բոլորս էլ անցնում ենք ինչ-որ ճանապարհ, անցնում ենք դժվարություններով, անցնում ենք փորձություններով, նեղություններով։ Դա բնական կյանք է։ Հոգևոր կյանքը մի անգամ չի շինվում։ Դա այնպես չի որ մի անգամ դի կառուցվի, դա ճանապարհ պիտի անցնես, դա ընթացք է դու պիտի անցնես, բայց պիտի ամուր բռնես Աստծո խոսքը։ Դա Պողոս արգալատպես է ասում, կարդում ենք Աստծո խոսքը մենք կարդում ենք Հռոմայեցիս 1:16-ում, ասում է ես ամոթ չեմ ծեփում ավետարանը, դա Աստծո զորությունն է։ Դե քո մեջ, իմ մեջ Աստծո խոսքն է բնակված, եւ որ մարդու մեջ հավատքը ավետարանի հավատն է, ճշմարտության խոսքն է, դու այդ հիմքի վրա ես շինվում, դա պիտի գեստանի ավարտի։ Սիրելիներ, մենք բոլորս անցնում ենք նեղություններով, անցնում ենք փորձություններով, անցնում ենք բախումներով, եւ այսպես եմ մեզ նայում Աստծո խոսքը նայելով, որ մենք ապրում ենք շատ չար ժամանակ։ Դե մենք էլ գնանք մի 20 տարի, 30 տարի, այսպես չէ ժամանակաշրջանը։ Մենք վերջի օրերն ենք ապրում եւ չար ժամանակներում ենք ապրում։ Սատանան գնալով ավելի է գազազել, նա ավելի է չարացել եկեղեցու դեմ, Քրիստոսի այրամ գնված սուրբերի դեմ։ Սատանայի ամբողջ պատերազմը ում դեմ է, նրանց դեմ է, ում մեջ բնակված է կենդանի Աստծո խոսքը, որը շինվում է ավետարանի խոսքի վրա։ Հավատ նշանակում է ունենալ ավետարանի խոսքը, բռնել Աստծո խոսքը, անկախ վիճակներից, անկախ երևույթներից, անկախ ժամանակահատվածներից շինվես ամենասուրբ հավատքի վրա։ Կլինեն տարբեր բախումներ, կլինեն տարբեր վիճակներ, որ մենք կլինենք մեր կյանքին, բոլորս էլ, սկսած ինձանից, մենք անցել ենք դժվարություններ, բայց մեզ պահել է Աստծո խոսքի հավատքը, մեզ պահել է ավետարանը, որտեղ որ մենք շինվել ենք, դեռ մենք չենք ավարտել, դեռ մենք ճանապարհ ունենք անցնում միասին։ Թող Սուրբ Հոգին մեզ այս օրի մեջ լեցնի մեր հավատքը բժշկվելով, մեր ներսը կենդանի Քրիստոսին հաղորդվելով, Սուրբ Հոգու զորությամբ, մենք պաշտում ենք մեկին, որ կենդանի է, որ կարող Աստված է, հզոր Աստված է, նա որ սկսեց մեր մեջ իր բարի գործը, նա պիտի ավարտի տանի, փառք իրան, փառք Տիրոջը, մեր մեջ սկսել ինքը եկեղեցի գործը, նա պիտի ավարտի տանի։ Ես այդ հույսն ունեմ, իմ վրա չի իմ հույսս, իմ ջանքի երանտի վրա չի, այլ իրա վրա է, ինքնական չէ, ինքնա ծնե, ինքնա սկսե, պիտի ավարտի տանի, իմ հույսս իրա վրա է, քուրեր եղբայրներ ջան, յանի անոր, որի հույսը կենդանի Աստծո վրա է, այն խաչյալ, հարուսյալ Քրիստոսի վրա է, այն վերքերոտ Փեսացուի վրա է, քուրեր եղբայրներ ջան, եւ դա քրագրված Տիրոջ խոսքում, որտեղ սկսեց պատերազմը, երբ սկսվեց պատերազմ, քուր եղբայր իմ ու քո մեջ,
Հովանես Ավետարան 17 գլուխ 14 խոսք եմ ուզում կարդամ Հիսուսի աղոթքի մեջ խոսքը 17-14 Ես քո խոսքդ անոնց տվի ու աշխարհը զանոնք ատեց վասնզի աշխարհը չեն ինչպես ես աշխարհը չեմ Ես քո խոսքդ անոնց տվի ու աշխարհն ատեց Սատանան գազազեց դժոխքը ոտքի կանգնավ ուզեց որպեսզի պատերազմի քոնդեմ որտեղ քո մեջ Աստծո խոսքը ընդունվավ Աստծո խոսքը տեղ գտավ քո խոսքը տվեց անոնց ու անոնք ընդունեցին ու աշխարհը զանոնք ատեց Օ քուրեր եղբայրներ Սատանայի ամբողջ պատերազմը որ ինչպես մեզ Աստծո խոսքից գցի հավատքից գցի այդ սուրբ հավատքից մեզ գցի քուրեր եղբայրներ ոնց գողանա Ավետարանի խոսքը ոնց թալանի մեզ ճշմարտությունից որ պիտի մեզ ազատ անի որ մենք պիտի շինվենք հաստատվենք աճենք մինչև մեր փրկությունը քուրեր եղբայրներ ջան Աստծո խոսքը եւ ինչ գեղեցիկ ասում 17 խոսքը սրբես անոնք ճշմարտությունով քո խոսքը ճշմարտություն է Աստծո խոսքը գալոմատու կյանքի մեջ այո նայա մարդուն սուրբ անողը նայա մարդուն հերցան ազատողը նայա քարուքանտ անողը սատանայի ստերը սատանայի գործերը ինչն արդեն ունի քո դեմ բանացած սատանան Աստծո խոսքի զորությունը սուրբ ոգու զորությամբ ավրում է սատանայի գործերը Ես մի դեպք պատմեմ ու շարունակեմ ասովորումությամբ, որ բոլորիս կյանքում էլ կա դժվարություն, բոլորիս կյանքում էլ կա այդ փորձությունները, բայց ասեց Հիսուս, քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին, ես հաղթել եմ աշխարհին, ու մեզ տվել է այդ հաղթությունը, այդ իրավունքը, ես այստեղ պատմեցի, անցած անգամ էլ Աբովյանում, գուզեմ այստեղ էլ պատմեմ, Մի կար ժամանակ առաջ անցած տարի, մի քիչ ավելին, մի երիտասարդ եղբայր ինձ մոտեցավ, այսպես խուճապահար եղած, տագնապած, վախի մեջ, շփոթված, ասեց ուզում եմ խոստմանվեմ։ Ասի խոստմանվի։ Մեկը խոստմանվեց, այսպես դողում եկան աստեղը, շփոթված էր Չգիտեմ ուսի այստեղ են գչգիտեմ, չեմ կասկասում։ Ու այսպես շպոտված նայեց ինձ, ես են տնալ վիրա հոգե վիճակը, ապրումները, ասի, ինչ անենք, եղբայրան ասեցի, ոչինչ։ Որ ասի, ոչինչ ինքը զարմացավ, ասեցի, ոչինչ, աղոթեմ դու Հիսուսը ների քեզ ու այցելի քեզ։ Որ աղոթ կարեցինք իր համար, իջավ Սուրբ Հոգին սրա վրա, որ իր հավատքը բժշկվավ, ինչ այցելեց Սուրբ Հոգին, որ վերջացնենք աղոթքը, եղբայրն ինչ ասեց, ասեց, գիտես ինչ էի որոշե, որ գայ մեղքս խոստանվեի ու գնա ինձ վերջ տայ, ասի ինչ ես այդպես ասում, Ինչ էր ստակել սատանան, մեղքը ավելի էր բարձրացրել, քան թողությունը, քան ավետարանը, քան ճշմարտությունը, ուղղվեց արտասունքով, այս եղբոր հոգու աշխարհան, ու արտասվում է ուրախությունից, որ Հիսուսի այրունը կարող է մաքրել նրան բոլոր մեղքերից։ Ավետարանի խոսքը դեղա դարմանա ամեն վիճակիդ վրա։ Դեղա սպեղանիա հոգուտ աշխարհի վրա, որ քո հավատքը Աստծո խոսքի վրա է, ամենասուրբ հավատքի վրա է, ճշմարտության ավետարանի վրա է, բժշկության դեղի վրա է, այո նա վրա է հասնում ու քո մեսը բժշկությունա կատարվում, ու սատանան պարտվում է, չգիտեմ որքան կոտրված սրտեր այստեղ կան, որքան թալանված սրտեր կան, որքան կոտրված սրտեր կան, որքան ուսահատվածներ կան, ես չեմ կասկածում, որ կան, բայց
Միքիա մարգարեն, նա էլ մարդ էր մուքո նման, նա էլ անցավ ճանապարհ, նա էլ ուներ իր դժվարությունները, իր փորձությունները, անեղությունները, բայց ինչ կար Միքիայի մեջ, ինչն էր Միքիային այդպես զորավոր պահում, ինչն էր Միքիային այդպես հաղթական դարձրել, Միքիա 7:8 եմ ուզում կարդամ, բայց ես Տիրոջը պիտի սպասեմ, ու իմ փրկության Աստծուն պիտի հուսամ, իմ Աստված ինձի պիտի լսե, ինչ հավատ կար Միքիայի մեջ, ինչ բնակված կենտանի ֆունդամենտ կար Միքիայի մեջ, վրա վիճակին չնայեց, որ ես պիտի սպասեմ իմ Աստծուս, ես պիտի նրան սպասեմ, իմ փրկության Աստծուն պիտի հուսամ, իմ Աստված ինձի պիտի լսե, և ինչ է ասում հավատքը, ինչ է ասում Աստծո խոսքը, հետո ինչ է ասում, ինչ հավատագություն, ինչ վստահություն, ինչ իրավունք, ինչ իշխանություն Քրիստոսի վերջերի վրա, ով իմ թշնամիս վրաս մի խնդա, թեև ըննեմ, պիտի ելնեմ, թեև խավարի մեջ տեսնեմ, Տերը ինձի լույս պիտի լա, ալելույա, ալելույա, հավատն է խոսում Միքիայի, Միքիա մեջ բնակված Աստծո խոսքն է խոսում, վրաս մի խնդա, վրաս մի խնդա, դու կարես ման նսաստեղդ նայես Հիսուսի վերջերին, նայես նա կենտանի զորությանը, վրաս մի խնդա, նա ինչ մտվայգել քո վրա, ու ծիծաղում է քո վրա, տես երկրորդ օրն է, բան չի փոխվում, տես երկրորդ օրն է, դու նույն ես մնաց է, խաբում է սատանան, Քրիստոս կենտանի է մեր մեջ, նա այստեղ է, նա նայում է քեզ, նա գիտի քեզ, ով պահկված հոգի, ով ծածկված, ով կոտրված, նա նայում է քեզ, ինչ է խոսում հավատքը, ինչ է ասում ավետարանը, ինչ է ասում ճշմարտությունը, նա է խոսողը, վրաս մի խնդա, մի խնդա, եթե սո քո հավատքը, Քրիստոսի խոսքի վրա է, նա վերջերի վրա է, նա այրան վրա է, ամենասուրբ հավատն է, նա պիտի հաղթի այդ նեղությանդ, պիտի տանի առաջ քեզ, պիտի ազատի քեզ, այդ տառապանքից, այդ վիճակից, պիտի հանի քեզ, Աստծո խոսքը, կենտանի խոսքը, բժշկող խոսքը, մաքրող խոսքը, սատանայի գործն ավերող, հիմնահատականող խոսքը, ուզի Աստված, որպես երիտասարդ, քո հավատքը լինի Քրիստոսի վրա, ամենասուրբ հավատն է, այդ սուրբ հավատն է, որ քեզ պիտի սուրբ անի, քանդի աշխարհի ցանկությունը, մամնի հաճությունը, ամենասուրբ հավատքը գալով մարդու ներսին սուրբ անը մարդու աշխարհը, մարդու ցանկությունները, մարդու միտքը, նպատակով կառուցվում է Քրիստոս վեմի վրա, ալելույա, Աստծո խոսքը, մենք լավ չենք իմանում, մենք լավ չենք հասկանում, մենք ուղղակի գիտենք, խելքով գիտենք, բայց մնացը չի թափանցե ավետարանը, զորությունը ավետարանը, կյանքը ավետարանը, և ինչ ասեց Հիսուսը Պետրոսին, և գրված այսպես Ղուկաս ավետարան, 22 գլուխ, 31-32 խոսքերը, 22 գլուխ 31-32 խոսքերը, և Տերը ասավ, Սիմոն, Սիմոն, ահա սատանան, ձեզ փորձեց, որ ցորենի պես խալբալե, բայց ես քեզի համար աղոթք կրի, որպեսզի քո հավատքդ չպակսի, և դու երբ դարձի գաս, քո եղբայրն հաստատե, Սիմոն, Սիմոն, ես քո համար աղոթք արի, Աստծո որդի Քրիստոսը, մեր համար, իմ համար, քո համար աղոթք արե, ալելույա, ունի մի նպատակ Տերը, որ ինձ ու քեզ հասնի այն փառավոր հանգիստը, այն փառավոր կյանքին, այն փառավոր ուրախությանը, այն փառավոր հիանալի երկնային փառքը մնելու այդ աղոթքն արի քո համար, որ քո հավատքդ
չպակսի, սատանան գողա, նա աֆերիստա, նա ունի 6000 տարվա փորձ, քանի միլիարդ նրա գողաց է, քանի հազար նրա թալան է, Քուրե եղբաներ, նամա ավելի ակադաղ է Քրիստոսի եկեղեցու դեմ ապատասխանում, քո դեմում դեմ քուրե եղբայր, որպեսզի քո հավատքդ գոհանա, հավատքդ խալբարվի, քուրե եղբաներ, բռնի աբեդանի խոսքը, բռնի խոսքը, խոսնա փոխելու վիճակդ, խոսնա բժշկելու վիճակից, խոսնա գալու կյանքիդ մեջ ու կյանք բերի ներսդ, Դե մենք կյանք ունենայինք, չէ գրված Եփեսացիս երկրորդ առաջնում, ես եկա, ինչպես գա դուք մեռած եք, ձեր մեղքի հանձանի մեջ ինքը ձեզ կենտանացրեց, մեր մեջ չկար կյանք, մահ կար, բայց Քրիստոս եկավ, իր խոսքը ղրկեց մեր ներսը, դրեց մեր ներսը, նա եկավ, որ մենք կյանք ունենանք ու էլ ավելի կյանք, քուրեր եղբայրներ, եկեղեցին շինվի Քրիստոսի կենտանի խոսքի վրա, դու խոսքը դառնա հավատք իմ ու քո մեջ, դու խոսքով ապրես, այդ անխարտախ կաթը դու ուտես ամեն օր, սնվես ամեն օր, որ մեծնաս, հաղթես, մինչև փրկությունդ, անխարտախ կաթը, քուրեր եղբայրներ ջան, օգնի Աստված ինձ եւ քեզ, որպես մենք անանք նայենք Աստծո խոսքի զորությանը, ինչ է ավարել սատանան, ինչ ասում ես Աստծո խոսքը, մի օր ինձ ասեց, բա եղբայր ջան, բա եւ պետք է բժշկեմ ես վիճակից, եւ պետք է փոխվեմ, հավաքվել այնպեսի գողական աշխարհի տղաներ էին, մի 7-8 հոգի, մի քանի ամսվա դեպք եմ պատմում, այդպես որ խոսենք Աստծո խոսքը, իրանց մեջ այդ ամենամեծն է, չեմ անում, վերջինն է դες երևելին, նայում ուշադիր, Աստծո խոսքը լսում է, բալավ, ասա, բա երբ, ասի այսօր, հիմա, հետաքրքիր է, դու ոնց ես հավատում, այսօր, հիմա, թե չգիտեմ երբ ես սպասում, այսօր ժամանակն է, հիմա ժամանակն է, բռնի Տիրոջ խոսքը, թող այցլի քեզ Սուրբ Հոգին, թող հպի օգուտ աշխարհին Սուրբ Հոգին, մեռած գործերից կենդանի Աստվածը դարձնելու, սատանայի սդերը քանդելու, քո հոգին կենդանանալու, ինչ դա բռնեք ես, մինայի ինչ դա բռնեք ես, մագալիս եմ մտքեր թե ամեն մեղք կներ, բայց այդ մեղքը, այդ քո վիճակը դի չի փոխվի, ярաբեսի մեծ ոնց դի փոխվի, խապում է սատանան, Հիսուսի խոսքը զորավոր է ամեն վիճակի վրա, Հիսուսի խոսքը դեղ է ամեն վիճակից հանելու, սիրելիներ, եւ ինչ եմ ես ասում, Երեմիա մարգարեության մեջ գրված, Երեմիա 23-29, միթե իմ խոսքս կրագի պես չէ կսետերը, և ապարաժը կոդրող մուրծի պես չէ, ալիլույա Տիրոջը, ալիլույա Հիսուսին, միթե իմ խոսքս կրագի պես չի, միթե իմ խոսքս մուրծի պես չի, որպետի ժայռը կոդրի, փշրի, մղեղի դարձնի ու ինքը փառավորվի քո մեջ իմ քուրի եղբայր միթե այդպես է իմ խոսքս եւ ոչ խոսք ուզում կարդամ դի մենք կանգնենք աղոթքի ես հավատում եմ ով դու չես ինչպես դու չես ապրել դե այսօր քո ներսդ բանում ես Հիսուսի համար նա խոսքս ընտրում քո ներսը հանձնում ես Տիրոջը Իրան ես ընտրում քո կյանքիդ մեջ, որ ինքը մուտք գործի քո մեջ, նա պատրաստ է, նա կարող է, այդ ժառերը կոտրելու, այդ անդունդները փակելու, այդ ձորերը լցնելու ու գալու քո սրտիդոպես թակավոր տիրելու, ալելույա, նա այսպես է Աստվածը, կարծում եմ Եսայա մարգարեություն, 58 գլուխ 11 խոսքը, 58-11
Որ քո մեջ Աստծո խոսքը կա, դες ինչա դառնում ներսդ։ Եվ Տերը միշտ քեզի առաջնորդություն պիտի անե, ու քո հոգիդ երաշտան ատեմ պիտի կշտացնե, եւ ոսկորնել պիտի զորացնե, ու դու ջրարպի պարտեզի պես եւ ջուր չպակսող աղբրակի պես պիտի լաս, ալելույա, Աստծո խոսքը հավնական կյանք բխող խոսքը մենեսիդին։ Եվ ապա եւ ոսկորնել պիտի զորանա, եւ դու ջրարպի պարտեզի պես ու ջուրը չպակսող աղբրակի պես պիտի լաս, ալելույա, դի կյանքի ջուրը, դի երբեք չսպարվի ներսդ, անսպար աղբյուրակը, անսպար գետը, դի բխի քո ներսից, քուր եղբայրս, թող Տերը զորացնի բոլորիս, չգիտեմ ով ինչ վիճակի է, բայց այս երկրորդ բնավոր եղբայրը հորդորում են մեզ, որ մեր հավատքը կառուցվի Քրիստոսի խոսքի վեմի վրա, բռնես ավետարանը, բռնես Աստծո խոսքը, այդ խոսքը պիտի գաբրիշտի քեզ, այդ խոսքը մաքրի քեզ, այդ խոսքը կոտրի սատանայի սարկասները, ավրի նրա գործերը, դու ոտես տգարացե, դա դի զորություն տա քեզ, դա հաղթություն տա քեզ, անդիկա է հոգտացին ուշ տվողը, եւ կահություն չնոցողին շատ զորություն հասնողը, ալելույա Տիրոջը, մի աշկետ ուղի մարդու վրա, աճուծախ մի նայի, մի ամանչի քո վիճակից, նեսդ բաց Հիսուսին, բաց նեսդ Հիսուսին, ասա Տեր ահա, քարուքանդ եմ եղե, թե որտեղ եմ ընկե, թե ինչի մեջ որ կամ, ահա ես ոնց որ կամ եկել եմ քարաջ, ըծեք այդ երկարի ինձ, քան անաթաթախ բազուկըտ հպի ինձ, քո վերքյոտ բազուկը թող ներսուս կյանք բերի Տեր Հիսուս, արի մեջ, ապրի մեջ, ազատի ինձ ինձանից, քույրեր եղբայրներ, դե հավատքը շարժի, դե Սուրբ Օքին, նա որի մեջ Աստծո խոսքը բնակված է, նա դի այցելի, որպեսզի Աստծո խոսքը փառավոր անի քո ներսիդին։ Իսկ որ Աստծո Հոգին ուր որ կա, այնտեղ ազատություն կա։ Մի նայի քո վիճակիդ, ով է քո մեջ բնակվածը, ով ունես դու, ով է քո բրգիչը, ով է քո արտարությունը, ով է քո բավականությունը երկնքի համար, նա է, ոտայի գառը Քրիստոս, ալելույա, կանգնենք ոտքի վրա, քույրեր եղբայրներ, նա ներկա է, տեխտու Սուրբ Օքին, տեխտու Աստծո խոսքի հավատքին, թող Սուրբ Օքին գործի, շարժի ներսդ, բռնի Աստծո խոսքը, սա թե քո խոսքին ես հավատում եմ ու վստահում եմ, արի ինձ, հպվի ինձ, ալելույա։